կալանավորման, ինչով եք պայմանավորում այս ամենօրյա ուշադրության տակ պահելը, ձայնագրությունները, որոնք հրապարակվում են։ Ինչքան էլ իշխանությունը փորձի վախի դրսևորում ավելացնել, մեկ է հաղթանակը լինելու է։ Եթե ժողովուրդը դուրս է եկել, ընդդիմացել է այսօրվա իշխանությանը, հաղթանակը լինելու է։ Այսօր դուք ավելի պարզ պատկերը կտեսնեք հանրապետության հրապարակում։ Ուզում է հնարավոր է անգամ ես կարող եմ կարծել, որ վաղը ինձ կտանեն կամ իմ ընկերոջը կտանեն, բայց հաղթանակը լինելու է։ Բայց ասում են կա շարք եք բաժանում ըստ հակակոռուպցիոնի։ Նման ստախոսություններին կարող են հավատալ միայն իրենք։ Ես կարծում եմ, որ իրենք գաղտնալսեն իրենց մարզպետերին, գյուղապետերին եւ այլն կարող ավելի լավ բաներ բացահայտվի իրենց հետաքրքիր համար։ Ընդհանուր առմամբ ժողովուրդը ինքը իր ձեռքով պատրելու է իշխանության երեսը եւ հունիսի 7-ին ճիշտ ընտրություն կատարելով իշխանությունը չի կազմելու փոքրիկ խմբակը եւ փոքրիկ խմբակը այս անգամ զգալու է պարտության համը։ Ինչով է այդ վստահությունը, դες ինչ որ այլ հարցումներ կան, որովհետև ըստ հրապարակված հարցումների այնուամենայնիվ առաջատարը շարունակում է մնալ։ Եթե Հայլակ ջան, երկուսով գնանք մի գյուղ, որևիցե մի գյուղ, որ դուք առաջարկես, իրար հետ պատտվենք այդ գյուղում, միասին դռնեդուր մարդկանց հետ խոսենք, դու էլ կհասկանաս, որ 10-ից 10 հոգուց 8-ը ուզում են, որպեսզի Հայաստանը լինի ուժեղ։ Դա ամենակարևորագույն հարցումն է։ Մենք չենք հիմնվում այն, ինչ ասում է քաղաքացիական պայմանագիրը սոցհարթակներում, մենք հիմնվում ենք մեր ժողովրդի կամքի վրա, մեր ժողովրդի խոսքի վրա։ Ես մի փոքր միացան գուցե պատասխանել եք։ Օրը հետո ընտրությունների